Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը հիշեցնում է, որ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը նոր երևույթ չէ։ Այն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Հեյդար Ալիևը 1998 թվականին։ Այնուհետև տևական ժամանակ այդ գաղափարը գրեթե չի օգտագործվել, սակայն 2020 թվականի պատերազմից հետո խոսույթը կրկին ակտիվացել է։ Հասան Ջալալյանի դիտարկմամբ 2025 թվականի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Իլհամ Ալիևի խոսքում Արևմտյան Ադրբեջանի թեման ժամանակավորապես նվազել էր, սակայն դա եղել է միայն արտաքին տպավորություն։ Այս հասկացությունը քիչ է օգտագործում դրսի միջազգային հանրությանը, այդպես նաև ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ ինքը այլևս խաղաղասիրական տրամադրվածություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց ինքը չի հրաժարվել այս գաղափարի իրագործումից եւ սրա իրագործումը հանձնարարել է այդ հասարակական կազմակերպություններին։ Քաղաքագետը շեշտում է հենց այն փաստը, որ նախաձեռնող կառույցը կոչվում է հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալություն, արդեն իսկ վկայում է, այն գործում է Իլհամ Ալիևի անմիջական վերահսկողության ներքո։